Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Fox News-ը հրապարակել է Դավիթ Վարդանյանի, Ռուբեն Վարդանյանի որդու հոդվածը, որտեղ նա դատապարտում է հոր ավելի քան 550 օր շարունակվող անազատությունը, ընդգծելով, որ Ռուբեն Վարդանյանը բանտարկվել է իր քրիստոնյա հավատքի ու Արցախում հայերին օգնելու ձգտման համար։ Դավիթը հիշեցնում է Հայոց ցեղասպանության տարիներին Ամերիկայի ցուցաբերած մարդասիրական աջակցությունը եւ կոչ է անում Ամերիկային, հատկապես Դոնալդ Թրամփին, կրկին պաշտպանել հալածվող հայ քրիստոնյաներին եւ ճնշում գործադրել Բաքվի ռեժիմի վրա հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, 4.4%-ով ավելի, քան նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին էր։ Դոլարով արտահայտված նույն ժամանակահատվածում աճել է 5.8%-ով։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Դոլարով արտահայտված պետական պարտքը կազմում է 13 միլիարդ 581 միլիոն դրամ, պարզաբանել է Հովհաննիսյանը։ 2024 թվականի արդյունքներով պետական պարտքը հնահարաբերակցությամբ նվազել է 0.1%-ային կետով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարով արտահայտված պարտքը կազմում է 13 միլիարդ 581 միլիոն դրամ։ Այս ամբողջ պարտքի ներգրավումը եւ ծավալները պլանավորված են Հայաստանի Հանրապետության բյուջեով եւ միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ, որտեղ բացահայտվում է թե պարտքի ներգրավման ծավալը եւ թե դրանց աղբյուրները։ Այստեղ հատկանշական է նաեւ արձանագրել, որ վերջի տարիներին ըստ ներգրավման արժույթի եւ ըստ ռեզիդենտության ներքին պարտքի ծավալը մասնաբաժինը ընդհանուրի մեջ աճել է եւ մենք հիմա հասել ենք 50% մակարդակին, ինչը բավականին դրական ցուցանիշ է։ Լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել 4 ավտոմեքենաների, մասնակցությամբ իրար են բախվել Opel, Kia, Mercedes եւ Lexus Մակնիշի ավտոմեքենաները։ Lexus Մակնիշի ավտոմեքենայում գտնվել է ազգային ժողովի ԿՊ խմբակցության падգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ։ Նշենք, որ ամենակիչը տուժել է Գագիկ Մելքոնյանի ավտոմեքենան, քանի որ այն եղել է ամենավերջինը եւ աննշան է վնասվել։ Ավելի ուշ Գագիկ Մելքոնյանը մեկ այլ մեքենայով հեռացել է դեպքի վայրից։ Մայիսի 2-ին 9-12-ին սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Գավառ քաղաքից 12 կիլոմետր հարավ, օջախի 10 կիլոմետր խորությամբ 2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-ից 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս եւ Սարուխան գյուղերում 2 բալ ուժգնությամբ։ Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները, արդեն իսկ կատարվել են շուրջ 15,000 քառակուսի մետր աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվելու են ամբողջ տարվա ընթացքում։ Սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտ-բետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտ-բետոնե նոր ծածկ։ Իրանի եւ Ամերիկայի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են, այս մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարը։ Հանդիպման նոր ամսաթիվը կհայտարարվի, երբ կողմերը համաձայնության հասնեն։ Հետաձգման պատճառը տեխնիկական խնդիրներ են։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում, նշելով, որ Ամերիկայի հետ բանակցություններից առաջ իրանական պատվիրակությունը կհանդիպի Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության պատվիրակությունների հետ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադառնալով Գազայի հատվածում ստեղծված իրավիճակին հայտարարել է, որ այն պետք է դադարի Իսրայելի վրա Համասի հրթիռների արձակման հարթակ դառնալուց։ Դրա մեջ Ռուբիոն մեղադրում է Իրանին, որը առավել քան երբևէ մոտ է միջուկային զենքին։ Ռուբիոն խոսել է նաև Ուրանի հարստացումը դադարեցնելու մասին դրույթ պարունակող պայմանագրի անհրաժեշտությունից։ Ռուբիոն սպառնացել է, որ այս առաջարկից հրաժարվելու դեպքում Իրանը կկորցնի թե իր միջուկային օբյեկտները, թե իր նավթավերամշակող գործարանները, ինչը կհանգեցնի աղքատության եւ ռեժիմի փոփոխության։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը մեկնաբանելով Հնդկաստանի եւ Պակիստանի միջև գնալով սրվող լարվածությունն ու Ջամույում եւ Քաշմիրում 26 մարդու կյանք խլած ահաբեկությունը նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հնդկաստանին ահաբեկության դեմ պայքարում։ Պետքարտուղարությունը երկու երկրներին կոչ է արել հնարավոր ամեն բան անել Հարավային Ասիայում երկարաժամկետ խաղաղությունը եւ տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը հազիվ թե շուտով ավարտվի։ Ըստ Vance-ի, ԱՄՆ վարչակազմի առջև ծառացած է այժմ Ռուսաստանի եւ Ուկրաինային օգնելու խնդիրը, գտնել ոսկե միջինը ավելի քան 3 տարի տևած հակամարտությանը վերջ դնելու համար։ Ընդ որում հենց Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է համաձայնության գան եւ վերջ դնեն պատերազմին։ Իհարկե, ուկրաինացիները զայրացած են, որ իրենց երկիրը ներխուժել, շարունակել է Vance-ը, բայց արդյոք մենք իսկապես շարունակելու ենք հազարավոր զինվորներ կորցնել մի քանի մղոն տարածքի վրա։ Թրամփի վարչակազմը պատրաստվում է պաշտպանական ֆինանսավորման ռեկորդային հայտ ներկայացնել կոնգրեսում բուռն քննարկումներ են սպասվում։ ԱՄՆ նախագահ Թրամփը մտադիր է 2026 թվականի հոկտեմբերի 1-ին սկսվող ֆինանսական տարվա համար ազգային անվտանգության ֆինանսավորման 1.1 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով հայտ ներկայացնել կոնգրեսին։ Դա շուրջ 13%-ով ավելի է, քան 25 թվականի նպատակային ցուցանիշը, հայտնել է փաստաթղթին ծանոթ վարչակազմի պաշտոնյան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերի նախկին օգնական Մայքլ Ուոլթսը կնշանակվի մակում ԱՄՆ դեսպան, այս մասին հայտնել է Թրամփը։ Ուոլթսը միշտ առաջին տեղում է դրել մեր երկրի շահերը, վստահ եմ, որ նա նույնը կանի նաև նոր պաշտոնում։ Truth Social-ում գրել է Թրամփը։ Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մարկո Ռուբիոն կնշանակվի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Միացյալ Նահանգները անհամեմատ ավելի ներդրում է ունեցել առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներում հաղթանակի գործում, քան մյուս երկրները։ Թրամփը նաև նոր տոներ է սահմանել հաղթանակի օրեր, համապատասխանաբար նոյեմբերի 11-ին եւ մայիսի 8-ին երկու պատերազմների համար։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ ժամանակն է սկսել տոնել մեր հաղթանակները։ Մենք հաղթեցինք երկու պատերազմներում, ոչ ոք մեզ մոտ չէ ուժով, քաջությամբ ու ռազմական հմտությամբ, գրել է Թրամփը։ Ստամբուլում ոստիկանությունը ձերբակալել է մայիսի 1-յան ցույցերի մոտ 400 մասնակցի, մայիսի 1-ի առավոտից քաղաքի կենտրոնը արգելափակվել է, իսկ մի շարք երթուղիներում երթևեկությունը սահմանափակվել է։ Փակվել են նաև հիմնական մայրուղիները, մետրոյի ավելի քան 15 կայարան չի գործել։ Իշխանությունների գնահատմամբ ակցիաներին մասնակցում է մոտ 65,000 մարդ։ Ուժայինները ձերբակալություններ են իրականացրել Ստամբուլի կենտրոնական եւ մի շարք շրջաններում։ Շատերին ձերբակալել են հանրային հավաքների համար, փակ թաքսիմ հրապարակ երթով անցնելու փորձի ժամանակ։ Բերման են ենթարկվել նաև փաստաբաններ, որոնք փորձել են պաշտպանել ցուցարարներին։ Ոստիկանության անփութության ու անհեռատեսության պատճառով Թուրքիայի 25,000 բնակչություն ունեցող Լիջե քաղաքը հայտնվել է մարիխուանայի ազդեցության տակ։ Դա տեղի է ունեցել ոստիկանության կողմից 20 տոննա մարիխուանայի այրմանը հաջորդած ծխածածկույթի պատճառով։ Թմրանյութերի ոչնչացման լայնածավալ գործողությունը մի քանի օր շարունակ խիտ ծուխ է բարձրացրել ամբողջ քաղաքում, ինչի հետևանքով բնակիչների մոտ գլխապտույտ, սրտխառնոց եւ հալյուցինացիաներ են սկսվել։ Ինգուշեթիայում վաճառված ձին 1 տարվա բաժանումից հետո վերադարձել է տիրոջ մոտ։ 2 օրվա ընթացքում կենդանին անցել է ավելի քան 10 կիլոմետր։ Նշվում է, որ ձիու տերը Իսլամը ձիուն մեծացրել է 1.5 տարեկանից, բայց 2024-ին նա վաճառել էր կենդանուն ֆինանսական դժվարությունների պատճառով, սակայն 1 տարի անց ընտանի կենդանին անսպասելի վերադարձել է։ Ինչպես պարզվել է, նա փախել է իր նոր տերերից։ Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան ստորագրել են ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը, որը նախատեսում է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծում Ուկրաինայի վերակառուցման նպատակով։ Համաձայնագրի շրջանակներում Միացյալ Նահանգները ստանում է արտոնյալ հնարավորություններ օգտվելու Ուկրաինայի բնական հարստություններից, ներառյալ հազվագյուտ մետաղները, լիթիումը, տիտանը եւ այլ արժեքավոր ռեսուրսներ, որոնք կարեւոր են ժամանակակից տեխնոլոգիաների, էլեկտրական տրանսպորտի եւ պաշտպանական արդյունաբերության համար։ Այս տնտեսական գործակցությունը թույլ է տալիս երկու երկրներին համատեղ աշխատել, նպաստելով, որ մեր համատեղ ակտիվները, տաղանդը եւ կարողությունները արագացնեն Ուկրաինայի տնտեսական վերականգնումը։ Մենք կշարունակենք աշխատել ծրագրի կառավարման եղանակի վերջնական հաստատման եւ այս կարևոր գործընկերության զարգացման ուղղությամբ։ Համաձայնագրի շրջանակներում ստեղծվող համատեղ ներդրումային հիմնադրամը նախատեսում է ուղղել ստացված շահույթը Ուկրաինայի վերակառուցման նախագծերին առանց հարկման, ինչը կխթանի նաեւ ներդրումները։
Ուկրաինան որևէ պարտք չի վերցնում, մենք ներգրավում ենք արտասահմանյան ներդրումներ առանց պետական երաշխիքների։ Շնորհակալություն նախագաներին ձեր առաջնորդության համար, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աշխատել են համաձայնագրի համար եւ այն ավելի իմաստալից են դարձրել։ Այս փաստաթուղթը կարող է ապահովել երկու երկրների հաջողությունը։ Այս համաձայնագիրը նաև կարևոր քայլ է Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ճանապարհին, քանի որ այն համապատասխանում է երկրի սահմանադրությանը եւ Եվրամիության անդամակցության պահանջներին։ ԱՄՆ-Ուկրաինա հանքային համաձայնագիրը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կարևորություն ունի։ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնելու վերջ դնել այս դաժան եւ անիմաստ պատերազմին։ Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է խաղաղության գործընթացին, որի կենտրոնում երկարաժամկետ հեռանկարում կլինի ազատ, ինքնիշխան եւ բարգավաճ Ուկրաինան։ Ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը հաստատում է կողմերի շահերի համընկնումը տնտեսական, էներգետիկ եւ քաղաքական ոլորտներում։ Գործակցության իրական արդյունքները, սակայն կերևան առաջիկա ամիսներին, երբ սկսվեն ներդրումային ծրագրերը եւ հստակեցվեն դրանց շրջանակները։ Կողմերը պահպանում են ակտիվ կապ, սակայն ներքաղաքական արձագանքները, ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Կիևում, կարող են ազդել համաձայնագրի կիրառման ընթացքի վրա։